Հարտ Տիրոջը։ Տեր Հիսուս Քրիստոսը մեր փրկության համար ամեն բան արել է եւ մեզ տրված է ավետարանը, որպեսզի մենք լսենք ավետարանի խոսքը, այդ բարի լուրը հավատանք ու տեսնենք Հիսուս Քրիստոսով արած այդ փրկությունը, որ մենք փրկված ենք։ Եվ ամեն Կիրակի Աստծո խոսքն է քարոզվում, բարի լուրն է քարոզվում եւ Աստված էլ մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք գանք լսենք ավետարանի խոսքը, ընդունենք ավետարանի խոսքը եւ այդ խոսքից հավատքը եւ փրկությունը։ Եվ սրա համար թող Աստված օրհնի, որպեսզի մենք նայենք ինչպես ենք լսում Աստծո խոսքը։ Ուզում եմ կարդալ Հռոմայեցիս 10-րդ գլխի 8-րդ խոսքից, բայց Գիրքն ինչ է ասում։ Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանումը եւ քո սրտում է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետեւ եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Մենք այս խոսքերից հասկանում ենք, որ մարդը ինքը կորսված է, մեղավոր է եւ կարիք ունի արդարանալու եւ փրկվելու։ Եվ շարունակության մեջ ասում է վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կապրի, այսինքն ամեն ով որ Տեր Հիսուսին բերանով Տեր դավանի եւ իր սրտում հավատա, որ նրան Աստված մեռելներից հարություն է տվել, կապրի, ամեն ով որ հավատա կապրի, ամեն ով որ Տիրոջ անունը կանչի կապրի, եւ շարունակության մեջ ասում է արդ ինչպես կանչեն, որին չհավատացին, այսինքն կանչելու համար, Տիրոջ անունը կանչելու համար մարդ պետք է հավատա։ Եվ հետո շարունակության մեջ, եւ ինչպես հավատան, որից չլսեցին։ Այստեղից մենք հասկանում ենք, որ հավատալու համար պետքա որպեսի մարդը լսի, պետքա լսի ավետարանի խոսքը, այն խոսքը, որ այն հավատքի խոսքը, որը որ քարոզվում է, եւ այդ հնարավորությունը տրված է, խաղաղ պայմանները կա, եւ երբ որ Տեր Հիսուսին ասում են, երբ կլինի վերջը, վերջի աշխարհի վերջը, վերջի նշաններից մեկը նաեւ սա է նշում Տեր Հիսուսը, որ ավետարանը բովանդակ աշխարհում պետքա քարոզվի, այսինքն ամեն ականջ պետքա լսի Աստծո արքայության խոսքը, ինչպես հավատան, որից չլսեցին, եւ ինչպես լսեն առանց քարոզողի, ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, այսինքն Աստված մարդու փրկության համար ամեն հոգը անում է, ինքը հոգում է մարդու փրկության համար, ամեն բան, նախաձեռնությունը Տիրոջն ու ինքը ամեն բան կազմակերպում է, որպեսզի յուրաքանչյուր մարդ լսի, ուղարկում է քարոզող, տալիս այդ հնարավորությունը, եւ հետո 16 խոսքից գրված է, բայց ոչ թե ամենքը հնազանդ եղան ավետարան, որտեղ Եսայան ասում է Տեր, ով հավատաց մեր լուրին։ Եսայա 53-րդ գլխի մեջ, այստեղ Պողոս առաքյալը մեջբերում անում, այնտեղ 53-րդ գլխի առաջի խոսքում գրված է, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, այսինքն Քրիստոսը ում հայտնվեցավ, Քրիստոսի արած գործը ում հայտնվեցավ, Քրիստոս որպես կյանքը ում հայտնվեցավ, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, հայտնվեցավ բոլոր նրանց, ովքեր որ հավատացին, Տերով հավատաց մեր լուրին, ուրեմն հավատքը լսելուցն է եւ լսելը Աստծո խոսքից, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, հավատացողին հայտնվեց, ուրեմն հավատքն էլ սա ներշնչանք չի, սա մարդուս չի, սա Աստծուց է, Աստծո կենթանի խոսքից է, որ մարդը լսում է։ Բայց միտեղ եմ ուզում կարդալ Երեմիա մարգարեության 22-րդ գլխի 21 խոսքից գրված է. ես ասացի քեզ քո հաջողությունումը
Իսկ մարդն ինչ ասում, բայց դու ասեցիր, չեմ լսում։ Սա է քո ճանապարհը քո մանկությունից, որ իմ խոսքը չլսես։ Ուրեմն մարդու ճանապարհը, մարդու խորհուրդները, մարդու գնացքը իր մանկությունից ո՞րն է։ Հակառակվել է։ Աստծո խոսքին հակառակվել է, չլսել, այսինքն մարդը ձեռք է բերել մի այնպիսի բնություն, մի այնպիսի հատկություն, որ չլսի Աստծո խոսքը, ամեն բան կլսի, ամեն բան կընդունի, կապրի իր խելքով, մտքով, իր ուզածով, ինչ կուզի կանի, բայց Աստծո խոսքը չլսի, սա գալիս է Եդեմական պարտեզից, Աստված հստակ պատվեր տվավ մարդուն, պարտեզի ամեն ծառերից համարձակ ամեն ծառերից համարձակ կեր, բայց բարի եւ չարի գիտության ծառից չուտես, մարդը ինչպես լսեց Աստծո խոսքը, այստեղ ամենակարևորը մարդը ինչպես է լսում Աստծո խոսքը, և դրանից հետո երբ որ չլսեց Աստծո խոսքին, չլսեց Աստծուն և կերավ, այսինքն ընդունեց հակառակորդի խոսքը, ունեցավ այդ մեղքի էությունը, որը որ ասուն հակառակը, Աստծո խոսքին հակառակը, որը որ չի ուզում լսել Աստծո խոսքը եւ իր ականջները փակում է Աստծո խոսքի առաջ, այսինքն փակվեց Աստծո խոսքի առաջ իր ականջները մեղքի պատճառով եւ այդ մեղքը Ադամով փոխանցվեց սերնդեսերուն եւ եկավ հասավ բոլոր աշխարհ եկող բոլոր մարդկանց այդ մեղքը հասավ ականջները փակ, բայց Աստված ինքը բացում է մարդու ականջները, գրված է Առակաց 20:12-ում տեսնող աչքը եւ լսող ականջը երկուսն էլ Տերն է անում, Տերը բացում է եւ Եսայա մարգարեության 50-րդ գլխի 4-րդ խոսքի 2-րդ հատվածից երբ որ մենք կարդում ենք, հետեւյալն է գրված. Նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնեցնում է իմ ականջը, այսինքն Տեր Աստվածը բացում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես, Տեր Եհովան բացել է իմ ականջը, նա մեր ականջները բացում է, մեր լսելիքները բացում է, որպեսզի մենք լսենք ավետարանի խոսքը, և շարունակության մեջ գրված է, և ես չհակառակեցի և ետ չկեցա, այսինքն Աստված բացում է մարդու սիրտը լսելու Աստծո խոսքը, Լիդիայի համար գրված է և Տերը նրա սիրտը բացավ, նրա ականջները բացավ, որպեսզի Պողոսի խոսածներին մտիկ անե, Պողոսը խոսում էր ավետարանը, Աստծո արքայության ավետարանն էր քարոզում և նա լսեց, որտև Տերը նրա սիրտը բացեց, նրա ականջը բացեց, հիմա Աստված բացում է, մեր ականջը բացում է, բայց մենք, այստեղ ասում է, և ես չհակառակեցի և ետ չդարձա, մենք երեխայի պես, հոժարությամբ, Սերմնացանի առակի մեջ ասում է, և բարի երկրում սերմվածը նա է, որ բարի և հոժար սրտով լսում է խոսքը, և այդ խոսքը իր կյանքում պտուղ է տալիս, մենք հիմա հոժարությամբ, մարդու կողմը սա է, հոժարությամբ լսել Աստծո խոսքը, Աստված այդ հնարավորությունը տալիս է, բացում է, որպեսզի մարդը լսի, բայց հետո մարդու արձագանքը ինչպիսին է, խոնարհվում է այդ խոսքի առջև, լսում է, այդ խոսքից ձևավորվում է հավատք, որ ու մարդը հավատքով, այդ հավատքի ձեռքով վերցնում է իր փրկությունը, տեսնում է իր փրկված լինելը, թե մերժում է, մենք տեսնում ենք մերժող մարդիկ մի օրինակ կբերեմ Սուրբ Գրքից, Հովհաննես ավետարան 12-րդ գլխի մեջ, 28 համարից, Տեր Հիսուսը ասում է Հայր փառավորիր քո անունը և երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի էլ և դարձյալ կփառավորեմ, ուրեմն Տեր Հիսուսը ասում է Հայր փառավորիր քո անունը և Աստված երկնքից խոսում է, հստակ ձայնով Աստվածը խոսում է երկնքից, ասում է փառավորեցի և կփառավորեմ և ժողովուրդը, որ կանգնած էր, լսում էր, ժողովուրդն էլ Տեր Հիսուսի հետ կանգնած, լսում են, որ Տեր Հիսուսը ոնց ասում, Հայր փառավորիր քո անունը, Աստված երկնքից խոսում է փառավորեցի և դարձյալ կփառավորեմ,
եւ ժողովուրդը կանգնած լսում էր եւ լսում են եւ ինչ էին ասում։ Որոտմունք եղավ։ Ուրիշներն էլ ասում էին, հրեշտակ խոսեց նրա հետ։ Այսինքն լսեցին Աստծո խոսքը, լսեցին, որ Աստված խոսեց, բայց չուզեցին ընդունել, որ իրանց համար խոսեց։ Չընդունեցին, որոտմունք եղավ։ Մի մասը որոտմունք եղավ, այսինքն դա խոսք չէր, դա ինչ-որ ամպերը գորգորած, ինչ-որ բան եղավ։ Մնացածն էլ հա, լսեցին, խոսած, բայց մեր հետ կապ չունի այդ խոսքը, նրա հետ խոսած, Տեր Հիսուսի հետ խոսած։ Ղուկաս ավետարան 8:18 խոսքում գրված է, ասում է. տեսեք, թե ինչպես եք լսում, որովհետև ով որ ունի, նրան կտրվի։ Տեսեք ինչպես եք լսում, եւ ով որ ունի, նրան կտրվի, եւ ով որ չունի, այն էլ որ ունի, նրանից վեր կառնվի։ Ով որ լսելու ականջ ունի, ով որ իր սիրտը տալիս է լսելու, նրան կտրվի, նրան կլինի Աստծո խոսքի հայտնությունը, նրան կլինի այդ հավատքը, այդ խոսքից կձևավորվի իր ներսում հավատքը, եւ մարդը կհավատա Տիրոջը, ով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Բոլոր նրանց հայտնվեցավ, ովքեր որ իրանց ականջը տվեցին լսելու։ Եվ Պողոս առաքյալը գոհանում էր Թեսաղոնիկեցիների եկեղեցու համար, որովհետև նրանք իրանց ականջը տվել էին լսելու եւ առաջացել էին հավատքի մեջ, եւ Աստծո խոսքը իրանց սրտում ներգործել էր այդ կյանքը, եւ կյանքը հայտնվել էր իրանց սրտերի մեջ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխի 13-րդ խոսքից կարդում ենք. նրա համար էլ անպակաս գոհանում ենք Աստվածանից, որ դուք Աստծո քարոզության խոսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թե իբր մարդկանց խոսք, այլ ինչպես որ ճշմարիտ է Աստծո խոսք, որ եւ ներգործում է ձեզ հավատացյալներում են։ Ուրեմն Աստծո քարոզության խոսքը, ավետարանի խոսքը, երբ որ լսել էին, հոժար սրտով ընդունել էին։ Ընդունել էին ոչ թե մարդուց դուրս եկած խոսք, մարդու խոսք, այլ ընդունել էին որպես ինչպես որ ճշմարիտ է Աստծո խոսք։ Եվ այդ Աստծո խոսքը իրանց կյանքում գործ էր արել, եւ այդ խոսքը կենդանի է։ Տեր Հիսուսն ասում է, այն որ ես խոսում եմ, հոգի եւ կյանք են, այո, Աստծո խոսքը հոգի եւ կյանք է, Աստծո խոսքը հավիտենական կյանք է, երբ որ մարդը ուշադրությամբ լսում է Աստծո խոսքը եւ ընդունում է, Աստծո խոսքը հայտնվում է մարդու մեջ եւ Աստծո խոսքը ներգործում է մարդու կյանքում եւ Աստծո խոսքը տեղ է գտնում մարդու կյանքում եւ անում Աստծո ուզած, ինչպես գրված է Եսայա 55:11-ում, այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, որ պարապ ինձ պիտի ետ չդառնա, այլ պիտի կատարե իմ ուզածը։ Այո, Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր։ Եբրայեցիս 4:12-ում է գրված, որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է եւ թափանցում է մինչեւ շունչի եւ հոգու հոտվածները եւ քննող է սրտի մտքերը եւ կյանք է տալիս մարդուն։ Կենդանի է եւ զորավոր։ Այդ կենդանությունը մտնում է մարդու մեջ ու մարդը կենդանի ձևով հավատում է Հիսուս Քրիստոսին եւ Տիրոջ բազուկը իրան հայտնվում է ու տեսնում է մարդը, ինչա տեսնում։ Տեսնում է ամբողջ Եսայա մարգարեության 53-րդ գլուխը, որ նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջից եւ արմատի պես ծարավուտ երկրից։ Այսինքն բացվում է մարդուն Հիսուս Քրիստոսի ծնունդը, խաչը, չարչարանքները, խաչը, մահը, գերեզման դրվելը եւ հարություն առածը եւ տեսնում է, որ ինքը Քրիստոսի աշխատության պտուղն է, որ Քրիստոսի արյունով գնված մեկն է։ Տեսնում է, որ ինքը պետքա մեռներ, ինքը պետքա ճաշակեր այդ հավիտենական մահը, բայց ասում է, որ նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրենությունների համար զարկվեցավ,
հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերևը մենք բժշկվեցանք։ Ասում եմ, մենք ամենքս մոլորված ոչխարների պես էինք, բայց հիմա դարձանք մեր Փրկչին, մեր Հիսուս Քրիստոսին։ Սա անում է Աստծո խոսքը մեր մեջ բացում է այդ հավատքը, ու մարդը հավատում է, որ նա մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Եվ եթե Հիսուսին բերանովդ Տեր դավանես ու սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն է տվել, Հիսուսին Տեր դավանելը սա հավատքի գործ է, սա հավատքի հետևանք է, որ մարդը հավատում է, որ Հիսուսը իր Տերն է ու Աստված իրան մեռելների միջից հարություն է տվել։ Ու ինքը արդարանում է։ Ինչպես գրված է, արդարը հավատքով է ապրում։ Ուզում եմ կարդալ Առաջի Թուղթովանու 5-րդ գլխի 13-րդ խոսքից, գրում է Աստծո Որդու անունին հավատացողներին. Այս բաները գրեցի ձեզ Աստծո Որդու անունին հավատացյալներին, որ գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք։ Այո, Տիրոջ բազուկը հայտնվելով մեզ, Քրիստոսը մեզ հայտնվելով, կյանքը մեզ հայտնվելով, մենք ունենում ենք հավիտենական կյանք, որովհետև հավիտենական կյանքը ինքն է։ Մենք ունենք մեր սրտերի մեջ հավիտենական կյանք։ Նրանք, ովքեր որ հավատում են Աստծո Որդու անունին, նրանք ունեն հավիտենական կյանք։ Ու այդ կյանքն է իրանց մեջ գործում է, որ Արմեն եղբայրը խոսում էր, ասում էր, չէ, ներելու, սիրելու, ինչպես սիրեմ, ինչպես ներեմ։ Երբ որ մարդը ունենում այդ հավիտենական կյանքը, ինքը էլ չի ապրում երկրավոր կյանքով, մարմնից բխած այդ պտուղների կյանքով, որ ատամի տեղ ատամ, աշկի տեղ աչք, սիրել բարեկամին, ընկերոջը ատել թշնամու, սրա նման լիքը բաներ, ոչ, կյանքը հայտնվել է, ապրում է այդ կյանքի օրենքներով, ինքը չի գցում բռնում, այն կյանքը, որ իր մեջ կա, դա է գործում իր կյանքում, իրան պետք չի համոզեն, որ ինքը ների, իրան պետք չի համոզեն, որ ինքը սիրի, ասում է դուք Աստվածանից սովորած եք իրար սիրելու, այլ այդ կյանքի շնորհիվ, այդ կյանքը, որ հայտնվել է, Տիրոջ բազուկը, որ հայտնվել է, այդ բազուկն է գործում իր մեջ, այդ կյանքն է գործում իր մեջ, Հիսուսն է գործում իր մեջ, ու ինքը սիրում է, ինքը ներում է, ինքը ողորմած է, ինքը ունի Քրիստոսի հոգին, ու Քրիստոսի հոգին է իրանից արտահայտվում, հոգու պտուղներն է արտահայտվում են, որ եղբայրը հիշացրեց, սրա համար թող Տիրոջ անունը փառավորվի, ինչպես ենք լսում Աստծո խոսքը, ամեն բան պայմանավորված է լսելուց, որոտնուք եղավ, նրա հետ խոսեց, չէ, իմ հետ խոսեց, ես ընդունում եմ Աստծո խոսքը ինչպես որ կա, որպես հավիտենական կյանք, երեխայի պես, առանց վերլուծելու, դրա համար ասում եմ, մինչև չդառնաք երեխայի պես, երկնքի արքայություն չեք մտնի, ինչի համար, որտև երեխան չի վերլուծում Աստծո խոսքը, իրան հասնում է Աստծո խոսքը, Աստված ուղարկում է իր խոսքը, ինքը հալած յուղի պես ընդունում է Աստծո խոսքը, ավետարանի բարի լուրը հալած յուղի պես ընդունում է ու տեսնում է, որ Հիսուս Քրիստոս իր համար ամեն բան արել է, ինքը մեռած էր մեղքերի հանցանքների մեջ, գնում էր այսօր իշխանի թելադրանքով, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ իր շատ սերի համար, երբ որ մեռած ենք հանցանքներումը, մեզ Քրիստոսի հետ կենդանի արել եւ շնորհքով փրկել է եւ երկնավորներումը նստացրել է եւ 8-րդ խոսքում Եփեսացիս 2:8-ում ասում է շնորհքով եք փրկված հավատքի միջոցով եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Սրա համար թող Աստված օրհնի, որպեսզի մեզ յուրաքանչյուրիս հայտնված լինի իր բազուկը, Տերով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, Տիրոջ անձը ում հայտնվեցավ, Քրիստոս կյանքը ում հայտնվեցավ, այո մենք կարիք ունենք այդ կյանքի մեջ աճելու, ապրելու, Քրիստոսին փառք տալով ապրելու, նրա արած գործը տեսնելով, ուրախանալով, նրան
գիշեր ու ցերեկ փառք տալով եւ ապրելով, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն, աղոթենք։